Պարոն Մանասյան, արդեն 5-րդ օրն է Իսրայելի և Իրանի միջև պատերազմ ընթանում, համաշխարհային մամուլը տարբեր տեղեկություններով է ողողված, դուք ինչ դիտարկումներ ունեք այս պայծրությամբ ինչ իրավիճակ է։ Առաջի օրվանից արդեն պարզ էր, որ պատերազմող կողմերի ուժերը շատ տարբեր են իրարից և առաջի 24 ժամվա ընթացքում, երբ արդեն պարզ դարավ, որ Իրանի զինված ուժերի և զինվորականների, ասենք, վերնախավը արդեն ոչնչացված են, դա մեծ ձեռքբերում էր Իսրայելի համար և Իսրայելի հատուկ ծառայությունների համար և նույնպես շարունակվում է, այսինքն մինչև այսօր էլ իսրայելական թիրախները, որոնք ընտրված են, այնպիսի թիրախներ են, որոնք կամ կապ ունեն ատոմային ծրագրի հետ, կամ նպատակադրված են Իրանի և վերնախավին, որովհետև նորից այսօր էլ գեներալ են նոր գլխավոր շտաբի պետին են հարվածել, պարզ է, որ իրենք նպատակադրված գնում են Իրանին և ռազմական իմաստով և տնտեսական իմաստով քայքայելու։ Իսկ արդյոք այդ ճանապարհին կհաջողեն իրենք, թե ոչ, անկասկած է, որ ԱՄՆ-ն, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակի աջակցություն ցուցաբերում է Իսրայելին, ովքեր են Իրանի դաշնակիցներն այս հարցում, ինչքան կկարողանա Իրանը դիմադրել։ Տեսեք, Իրանի դիմադրելու խնդիրը մի քիչ դժվար է ասել, որովհետև ըստ իսրայելական էլի տվյալների Իրանը ունի 2-ից 3,000 հրթիռ, որոնցից 2,000-ը կհասնեն Իսրայել, որոնց մի մասը Իսրայելը արդեն ոչնչացրել է, մի մասը արդեն կրակել են և ամենալավատեսական հաշվարկներով Իրանը կունենա 10 օրվա հրթիռ, որը կարողանան հասնել Իսրայել։ 10 օրից արդեն 4 օրն անցել է, մեծ մասն էլ դրանց ոչնչացված են, կամ հրթիռներն են ոչնչացված, կամ արձակման կայաններն են ոչնչացված։ Ամենալավատեսական տվյալները 10 օրվա պատերազմ են կանխատեսում, բայց թե դրանից հետո ինչ կլինի, երեկ Իսրայելի վարչապետը Նեթանյահուն հարցազրույց է ունեցել պարսկերենով, որը շատ հետաքրքիր հարցազրույց է 14 րոպեանոց և ամբողջությամբ պատգամ է, որ հղում է Իրանի ժողովրդին, որ մենք արդեն ձեզ ազատագրում ենք, դուք կազատագրվեք, դուք էլ գործ ունեք անելու, դուք էլ պետք է փողոց իջնեք և նման խնդիրներ։ Թեհրանը կարելի է ասել, որ դատարկված է կամ ով հնարավորություն ունի փորձում է Թեհրանից դուրս գալ։ Ես առավոտյան դժվարությամբ կապվել եմ Թեհրանի շուկաները բոլորը արձակ են, պետական հաստատությունները չեն աշխատում և կարելի է ասել, որ խուճապային իրավիճակ է։ Իսկ հայերի մասին ինֆորմացիաներ ունեք, կա հստակ ինչ-որ տեղ, որտեղ հայերը շատ են, ինչ իրավիճակ է այժմ, իհարկե պաշտոնապես այսօր խոսել են մեր պաշտոնյաները, որ դեռ դիմումներ չկան տարհանման հետ կապված, բայց Թրամփն էլ նաև կոչ էր արել էվակուացիայի, դուք ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Հայերի մեծ մասը հենց Թեհրանում են բնակվում և ինձ թվում է հայերին վտանգ չի սպառնում այն իմաստով, որ հայերի էլի կարող եմ ասեմ մեծամասնությունը Թեհրանից դուրս գալու հնարավորություն ունի։ Եթե ուզենան կարող են Թեհրանից դուրս գալ և եթե դուրս չեն եկել, երևի թե իրենց ցանկությունն է, որ դուրս չեն եկել, բայց առայժմ այդպես համայնքային իմաստով, համայնքային ինչ-որ ենթակառուցված կամ շենք վնասված լինի կամ նման մի բան կամ հայկական, ասենք, խիտ թաղամաս հրթիռակոծված լինի, ես որևէ այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Պաշտոնական Երևանի դիրքորոշումն ինչպես եք գնահատում, եղան հայտարարություններ, մտահոգություններ այս հարցում, ինչ եք կարծում ընդհանուր այս կոնյունկտուրայի մեջ ինչպես է ընկալվում Հայաստանի դիրքորոշումը։ Ուրիշ դիրքորոշում առայժմ չենք կարող ունենալ, բացի այն, որ պահպանենք չեզոքությունը, որովհետև ինչպես որ պարզ է ամբողջ Եվրոպան և Արևմուտքը Իսրայելի կողքին է, Իրանի կողքին կարելի է ասել պետություններ են, որոնց հետ մենք հարաբերություն չունենք կամ լավ հարաբերություններ չունենք, կարելի է ասել, այնպես որ մենք այլ դիրքորոշում առայժմ չենք էլ կարող ունենալ, մինչև որ տեսնենք, որ գալիք օրերը ինչ փոփոխություններ են
մեզ համար անակնկալ մատուցելու, որովհետև իսրայելական եւ բանակը եւ պաշտոնական ալիքները անընդհատ ասում են, որ անակնկալների են պատրաստ եւ անակնկալներ են պատրաստում Իրանի եւ իրանցիների համար, ըստ դրա թե Իրանը ինչքանով պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը այն պայմաններով, որ իրենք կթելադրեն, արդեն ըստ դրա մեր դիրքորոշումը կարող է փոխվել։ Այս պայմանությամբ այդ պայմանները որոնք են, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք արտադրելու ծրագրից։ Հիմա արդեն մի քիչ պայմանները տարբերված կլինեն, որովհետև միջուկային զենք կամ միջուկային ծրագիր ասված է այնինչ որ մի շաբաթ առաջ էր եւ հիմա արդեն լրիվ տարբեր է, այսինքն հայտնի չի այդ միջուկային ծրագրից ինչ է մնացել, այդ միջուկային ենթակառուցվածքները ինչքանով են վնասվել։ Ես կարծում եմ հիմա արդեն պայմանները գնալու են ռեժիմի փոփոխության եւ շատ ավելի խորքային փոփոխությունների, բացի միջուկային ծրագրից, որտեղ միջուկային ծրագիրը կարծում եմ, որ Իսրայելի համար արդեն լուծված խնդիր է։ Այաթոլաների ռեժիմի տապալման մասին է խոսքը։ Այո, ես կարծում եմ, որ եթե բանակցություններ լինի, գնալու են դեպի այդ։ Իսկ քաղաքացիական պատերազմ այս առումով Իրանի ներսում հնարավոր է համարում սցենար որպես Իրանցիները հակված չեն, այսինքն իրանցիները այն ժողովուրդը չեն, որ գնան քաղաքացիական պատերազմի, բայց վերջի օրերի լուրերը մի քիչ հակասական են, այսինքն եթե իսրայելական հատուկ ծառայությունները կարողացել են այդքան ներթափանցել Իրանում, անհավանական չի, որ կարողանան հրահրել քաղաքացիական պատերազմ, բայց նորից եմ կրկնում, Իրանի հասարակությունը ներքին այդ իմաստով քաղաքացիական պատերազմի գնալու հասարակություն չի։ Ձեր կարծիքով, եթե Իսրայելը չունենար այսպես համոզմունք, վստահություն, որ կկարողանա հաջողել այս պատերազմ, կսկսեր այս գործողությունները։ Դե իրենք էլ շատ բաց են խաղում, Իսրայելը անգամներ հայտարարել է, որ այս գործողության համար պատրաստվել են տարիներ, եթե չեմ սխալվում, ասել էին մի տարուց ավել, եւ վստահ էին, որ կարող են հասնել հաջողության, տեղյակ էին Իրանի ուժերից, Իրանի հրթիռների հնարավորություններից, որովհետեւ դրանք նախապես էլ փորձարկվել էր։ Դեպք ենք ունեցել Իրանում, որ արդեն վիդեոն տարածվել էր 3, եթե չեմ սխալվում, որ Իրանի հրթիռը արձակվում է Թեհրանից եւ հենց վայր է ընկնում Թեհրանում։ Ես կարծում եմ, որ հաշվարկված է եւ հենց հաշվարկն էլ հենց դեպի այդ է գնում, որ Իրանում կարողանան հասնել ղեկավարման փոփոխության կամ իշխանության փոփոխության։ Իսկ ով կհաջորդի այս ռեժիմը ձեր կարծիքով կա արդյոք հավակնորդ ուժեր, ինչպես են ընդհանրապես Իրանում քաղաքական դասավորվածությունը։ Դե հիմա քաղաքական դասավորվածությունը չի լինի համեմատել դրանից հետովա հետ, որովհետև հիմա դիկտատորական ռեժիմը մի հոգի է ղեկավարում Իրանը, թե դրանից հետո ինչ կլինի, ես շատ կդժվարանամ ասել։ Իհարկե արտասահմանում, այսինքն իրանցիները, որոնք արտասահմանում են բնակվում, ունեն իրենց թեկնածուները, թագավորի տղան թեկնածուներից մեկն է, որ անընդհատ պատրաստակամություն է հայտնում, որ վերադառնա Իրան եւ ընտրություններ կազմակերպի եւ դեմոկրատական Իրանախոստանում եւ այլն, կան Իրանից դուրս թեկնածուներ եւ Իրանում թեկնածուներ, դեռ պետք է սպասենք, տեսնենք, որ դեպի ուր կգնա։ Մեզ համար վտանգների մասով խոսենք, շատ էին ասում այն մասին, որ Հայաստանի այսպես ինքնիշխանության, նաև Զանգեզուրի միջանցք չստանալու երաշխիքներից մեկը Իրանն է։ Եթե Իրանը թուլանում է, եթե Իրանը ընկնում է, եթե Իրանում ռեժիմի փոփոխություն է տեղի ունենում, ինչ սպասել Հայաստանի համար։ Դե Հայաստանում կային շրջանակներ, որ ամեն ինչը, այսինքն Զանգեզուրի միջանցքով կամ Սյունիքի հարցով ամեն ինչը կապում էին Իրանով։ Ես միշտ էլ ասել եմ, որ Իրանը չէ, արևմուտքն է, որ չի թողնում Զանգեզուրի միջանցքը իրականություն դառնա։ Իրանն էլ այո, իր դերն ունի, բայց Իրանի դերը այնքան մեծ չի, ինչքան որ Հայաստանի ներսում են պատկերացնում։ Տեսանք, որ որևէ փոփոխություն էլ չեղավ, նույնիսկ կրակոցներ չեն հնչում այս օրերին։ Ես կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքը շատ ավելի մեծ ուժեր կան, որոնք խանգարում են։ Իրանը համենայն դեպս Հայաստանի համար ավելի դեմոկրատական, ավելի, ասենք, տնտեսական բաց աշխարհի հետ, քաղաքական ավելի
ճկուն եւ ավելի բաց աշխարհի հետ Իրանը Հայաստանի համար ամենալավ տարբերակն է։ Վերջին շրջանում օրինակի համար ես միշտ ուսումնասիրել եմ Իրանի դիրքորոշումները, ասենք ՄԱԿ-ում, ենթադրենք Հայաստանին վերաբերող խնդիրներում երբեք չես տեսնի, որ Իրանը Հայաստանի շահերը պաշտպանած լինի որևէ կառույցում կամ ՄԱԿ-ում կամ իսլամական կոնֆերանսում, բայց Ղարաբաղի հարցում երբեք չտեսանք Ղարաբաղի հարցում երբեք չենք տեսել, թեև էլի կան ուժեր, որ ասում են, որ աջակցել է, բայց փաստարկներ չկան, այնպես որ եթե Իրանը գնա դեպի փոփոխություններ քաղաքականապես եւ ավելի բաց հասարակությամբ, ավելի բաց տնտեսական հնարավորություններով երկիր ունենանք մեր հարավ որպես հարևան, միանշանակ մեր շահերից է բխում։ Այսինքն այսպես կտրուկ փոփոխություն կարող ենք սպասել այդ Միջանցքի հարցում։ Հիմա մենք կոնե տեսնում ենք կտրուկ են բավականին պաշտոնյաների դիրքորոշումը։ Եթե փոխվի ռեժիմը, այս առումով կարող է զիջումների գնան թուրք-ադրբեջանական տան։ Չեմ կարծում, որովհետև տեսեք, հիմա օրինակի համար հենց այսօր ես հետևում էի լուրերին, Թուրքիա-Ադրբեջան արդեն խնդիրներ ա ծագում, որովհետև Թուրքիան հակա-իսրայելական է, իսկ Ադրբեջանը իսրայելական եւ հենց այդտեղ արդեն իրենք խնդիրներ ունեն։ Ես չեմ կարծում, որ նույնիսկ եթե գնա փոփոխությունների Իրանում մենք մեր հարավային սահմաններում վտանգի հանդիպենք, մի այսպես քիչ հնարավորություն կա անջատողականների, եթե Իրանում սկսեն անջատողական շարժումներ եւ եթե Իրանի հյուսիսը փորձի անջատվի եւ միանա Թուրքիային կամ Ադրբեջանին, այո, այդտեղ մեր համար շատ լուրջ վտանգ կլինի, բայց նման հնարավորություն ես շատ քիչ եմ համարում։ Այս պահին որը կլինի ձեր խորհուրդ օրինակ Հայաստանի դիրքավորման առումով, մենք խոսեցինք իհարկե հայտարարության մասին, այս պայդրությամբ ինչ պետք է անենք մենք։ Ես կարծում եմ շատ ճիշտ հիմա քաղաքականություն է վարում Հայաստանը։ Պետք է կապը պահի Իրանի հետ եւ Արևմուտքի հետ, Ֆրանսիայի հետ, որովհետեւ Ֆրանսիան փորձում է ինչ-որ դերակատարություն ստանձնել Իրան-Իսրայել հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ հենց այս ուղղությունը առայժմ ճիշտ է եւ առայժմ շատ անվտանգ է Հայաստանի համար։ Իսկ ձեր կարծիքով հնարավոր է հետագայում Ադրբեջանը փորձի Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը արևմուտքում, այսպես ասել, վաճառել իր շահերի համար, որովհետև մի փոքր կարող ենք ասել չեզոք չէր այդ հայտարարությունը, այն իմաստով, որ հստակ դատապարտվեց Իսրայելի հարձակումը Իրանի դեմ։ Չէ, չի կարող, որովհետև արևմուտքը մեր հարաբերությունները Իրանի հետ միշտ նայել է մատների արանքով, միշտ գիտի, որ Հայաստանը ուրիշ ելք չունի այս տարածաշրջանում, ուրիշ ձև դիրքորոշվելու, թեև կարող է շատ ուզի, որ ուրիշ ձև դիրքորոշվի, բայց ուրիշ ելք չունի եւ արևմուտքը հասկանում է այդ նման հայտարարությունների կոնտեքստը եւ ինձ թվում է բացի այդ հայտարարություններից բացատրական աշխատանքներ էլ կատարվում են արևմուտքի հետ եւ միշտ ոչ միայն այս վերջին օրերին միշտ էլ մենք ինչ կարգի հարաբերություն ուզեցել ենք Իրանի հետ ունենալ արևմուտքը դրան մատների արանքով անայել եւ թույլ է տվել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։